Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին։ Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի եւ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ։ Մինչ ավտոբուսների մեկնումը ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ։ Քաղաքապետը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել Երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների կողքին։ Արդեն 3-րդ տարին է, որ քաղաքապետարանի կողմից եւ նաեւ պաշտպանության նախարարության Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվում են նման միջոցառումներ եւ արդեն ծրագրային է տարին 2 անգամ մենք Լեռնային Ղարաբաղի եւ սահմանամերձ գոտում ծառայող Երևանաբնակ զինծառայողների ծնողներին ճանապարհում ենք իրենց երեխաներին, մեր զինվորներին տեսնելու։ Եվ ուզում եմ հիշեցնել, երբ որ առաջի անգամ մենք այս ծրագիրը իրականացնում ենք, որոշ մարդիկ փորձում էին այս ծրագիրը սևացնել եւ քննադատում էին քաղաքապետարանին եւ այս ծրագրին, թե նախընտրական է այս ամենը, բայց մենք մեր աշխատանքով ցույց տվեցինք, որ նախընտրական ծրագիր չէր եւ մենք պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու, մեր զինծառայողների ընտանիքների կողքին լինելու։ Հարկ է նշել, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 2013 թվականից սկսած արդեն շուրջ 4000 ծնողի ընձեռվել է այս հնարավորությունը։ Ավելին, տարեկան արդեն առնվազն 2 անգամ են այսպիսի այցելություններ կազմակերպվում։ Ուզում եմ վստահեցնել, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, տարին 2 անգամ մենք կազմակերպելու ենք զինծառայողների ծնողների այցել, սահմանամերձ գոտիներ, նաև ոչ միայն ծնողներին ենք ճանապարհում իրենց որդիների մոտ, այլ նաև պաշտպանության նախարարի հետ միասին ունենք պայմանավորվածություն այն լավագույն զինծառայողները, ովքեր տարվա ընթացքում իրենց ծառայությունները կատարում են, բացի արձակուրդից լրացուցիչ նաև 5 օրով արձակուրդ են գալիս Երևան իրենց ընտանիքի բարեկամների հետ շփվելու։ Եվ մենք նաև ունենք մեր զինծառայողներին անակնկալ, այդ անակնկալի մասին չեմ ուզի ասել, այնտեղ տեղում մեր զինծառայողները կտեսնեն եւ այդ անակնկալները միշտ շարունակական են լինելու։ Շատ գոհ եմ։ 2 զինվոր ունեմ, չէի կարողանում գնալ, բայց Աստծուց գոհ եմ, որ դուք կաք, որ ձեր շնորհիվ։ Երկուսն էլ մեկը Վանաձորում է ծառայում, մեկը Ղարաբաղ։ Չէի կարողանում Ղարաբաղ գնալ, հնարավորություն չունեի։ Պարոն Մարգարյանի շնորհիվ հիմա ես գնում եմ առաջի անգամ տղայիս տեսնելու։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից նկատել է, որ սա եւս մեկ կարևոր քայլ է բանակ հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Նախ եւ առաջ պետք է ես իմ երախտագիտությունը հայտնեմ իմ լավ գործընկերոջը եւ ընկերոջը Երևանի քաղաքապետին Տարոն Մարգարյանին այս նախաձեռնության համար եւ խորհուրդը մեկն է նախ եւ առաջ հասարակության ուշադրության կենտրոնում է բանակը եւ բանակը հասարակության կողմից ծնողների կողմից աջակցության կարիք ունի այն առումով, որ իրենց զավակների հետ կապը բարձրացնում է նրանց ոգին եւ բացի դրանից կարծում եմ, որ ծնողները հնարավորություն ունեն ծառայության ընթացքում տեսնել իրենց զավակների կողմից իրականացվող ծառայությունը, ծառայության պայմանները, արդյունքները, ինչու՞ չէ նաև եթե կան բաց թողումներ, կարծում եմ, որ նրանց շուրթերից ծնողների շուրթերից լսել եւ հրամանատարների կողմից հետեւական աշխատանք կատարել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ դա անչափ կարեւոր է։ Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին եւ Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար, ընդգծելով, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է ու սպասված։ Շնորհակալություն ենք հայտնում, երկրորդ անգամ եմ ես գնում արդեն երեխուս մոտ, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, որ անվճար գնում ենք մեր երեխաներին տեսնելու։ Սա շարունակական է։ Անուզված եղեք, որ տարին 2 անգամ քաղաքապետային կողմից կազմակերպել։ Ապրեք շնորհակալ։ Եվ շնորհակալ ենք, որ նման որդիներ ունեք, որ մեր սահմանում։
բարի ծառայություն եք մաղթում, ձեզ բարի ճանապարհ։ Շնորհակալ։ Ըստ ցանկության միշտ կարող եք այցելել Զորամասեր, այս գործը այնպիսին է, որ եթե քաղաքապետը սկսել է այս գործը եւ ինքը խոսքի մարդ է, այդ նշանակում է հետադարձ ճանապարհ չկա, միշտ այս պայմանները լինելու են, որովհետեւ այցելեք ձեր զավակներին, մենք էլ շնորհակալ ենք։ Այս անգամ եւս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ։ Շուրջ 75 տարվա պատմություն ունեցող Երևանի կենդանաբանական այգին իր հերթական տարեշրջանը սկսում է հիմնանորոգված ու բոլորովին նոր հարմարություններով։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սա լավագույն նվերն է մանուկներին։ Ավելի քան 7 տասնամյակ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի մեկնարկի օրն առավել քան սպասված է։ Առանձնակի օր, երբ այգին ավելի մարդաշատ է, եռուզեռն էլ սովորականից աշխույժ ու տրամադրող։ Հունիսի 1-ին դստրերի եւ թոռնիկների հետ միասին կենդանաբանական այգի էր այցելել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջեց այգում, ծանոթացավ 2013-2015 թվականների այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքներին։ Երևանի կենդանաբանական այգին առավել հարմարավետ ու բարեկարգ դարձնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումը դարձավ զարգացման ծրագիր ու կյանքի կոչվելով նոր շունչ հաղորդեց երևանյան սիրված հանգստի այս գոտուն։ Հատկանշական է, որ նմանատիպ լայնածավալ աշխատանքներ այգում չէր կատարվել հիմնադրման օրվանից։ Այդքան աշխատանքը ոնց են կատարել զարմանում ուղղակի։ Շատ շնորհակալություն այսպիսի գործի համար։ Ահագին փոփոխություններ կա, շատ հիացած ենք։ Մեր բանիկներին բերել ենք, ցույց տանք, շատ ուրախ ենք, միշտ էս մաքուր, ակուրատնի լինի։ Վերանորոգել են, շատ գեղեցիկ է, շատ սիրուն է։ Ճիշտն ասած եղել եմ եվրոպական շատ գազանանոցներում, կարող եմ ասել ոչինչով չի զիջում։ Շատ լավն է, շատ մեծ փոփոխություն կա։ Կարող ենք բոլոր հյուրերին հպարտությամբ բերել այստեղ որպես տեսարժան վայր Երևանի։ Շատ հիացած ենք, շատ ընտիրեր։ Նախանցյալ տարի եկել էինք ուրիշ էր, այս տարի ուրիշ է։ Շատ գեղեցիկ է, շատ, очень прекрасно. Мне очень понравилось. Այգում իրականացվող ծրագրի ողջ ընթացքը գտնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո։ Աշխատանքային շրջայցերի շրջանակում քաղաքապետը հենց տեղում է ծանոթացել վերակառուցման աշխատանքներին։ Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել բոլոր ուղղություններով։ Ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ նորացվել, ինչպես նաև նորազատավանդակներով է համալրվել այգին։ Եվ որ կարևոր է, ընդլայնվել է հանգստի գոտու նպատակային տնօրինվող տարածքը։ Եթե նախկինում այգու 34 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն էր տնօրինվում որպես կենդանաբնակ տարածք, ապա այսօր 16 հեկտարն է այդպիսին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր երեխաներին, ցանկանալ իրենց կյանքում լավ մանկություն եւ մի ժպիտ լինի, իսկ ինչ մնում է կենդանաբանական այգում, դեռ մենք 2 տարի առաջ հայտարարել ենք, որ մեծ ծրագիր ենք իրականացնելու կենդանաբանական այգում եւ 2 փուլեր ենք բաժանելու այս ծրագիրը։ Այսօր կարող ենք ասել, որ առաջի փուլը ամբողջությամբ ավարտել ենք։ Շատ մեծ խնդիր լուծվեց կենդանաբանական այգու համար, ունեցանք զոոկլինիկա, որը թե Հայաստանում, թե Երևան քաղաքում առաջինն է եւ սա հնարավորություն է տալիս այս վերակառուցած կենդանաբանական այգու զոոկլինիկա ունենալով, նաեւ մենք համագործակցենք միջազգային շատ
կենթանաբանական այգիների հետ եւ այդ համագործակցության արդյունքում մենք արդեն նոր կենթայիներ ձեռք բերենք եւ կհարստացնենք մեր կենթանաբանական այգին։ Իսկ ինչ մնում է Երևանին ինչ կտա, Երևան քաղաքում ինչ կատարում ենք երևանցիների համար ենք կատարում եւ Երևանի հյուրերի համար, սա նաեւ եւս մեկ այցեքարտ կլինի եւ կենթանաբանական այգին ոչ միայն պետք է ծառայի մեր երեխաների համար, նաեւ մեծահասակների համար հանգստի գոտի ունենա, քանի որ նաեւ ստեղծել ենք հանրային այգի, որը կենթանաբանական այգու մուտքը ամբողջությամբ հանրային է եւ վճարովի չի, կենթանաբանական այգու կեսից հետո է վճարովին, որը կենթայիներին դիտելու համար եւ հետագայում մեր ծրագրերը կներկայացնենք մեր հանրությանը եւ 16 թվականին կսկսենք երկրորդ փուլը։ Փորձենք 17 թվականին ավարտել ամբողջությամբ կենթանաբանական այգու կառուցումը եւ կենթանաբանական այգին եւս կրկնապատկվի իր նաեւ կենթայիների տեսակներով։ Նոր մոտեցում, նոր շունչ, ժամանակակից լուսավորություն, նոր ազատավանդակներ, յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ, այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար։ Մանկան շնչով առլեցուն այգում ժպիտների պակաս չկար, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ սպասված այս ծրագիրն իսկապես հաջողված է։ Մաքուր է, գեղեցիկ է, առաջվանից շատ լավ է հիմա։ Ես հավանեցի ամենաշատը եղնիկներին։ Շատ գեղեցիկ է, մեկ էլ հավանեցի կրյաներն ու արջուկները։ Արդեն մայրիկիս կասեմ ինձ հաճախ բերի։ Շատ ուրախ է ասում։ Համ կենթանիներն Մենք անցյալ տարի ենք հաճախել, բայց այս տարի դեռ փոփոխված է։ Բավականին գեղեցկացել է, բավականին հաճելի էր, մաքուր։ Երբ փոքր ժամանակ ես եկա, այդքան հետաքրքիր չէր, ինչպես հիմա։ Հաճախակի կայցել ենք, բալիկները, որ օգտվեն այդ հաճույքից։ Ամենալավ տեղը գազանանոցն է։ Այգու վերանորոգման ծրագրով 2013 թվականից սկսած կատարվել են շուրջ 1 միլիարդ դրամի շինարարական եւ դիզայներական լուծումներով աշխատանքներ։ Զարգացման այս ծրագիրն առաջիկա տարիներին եւս լինելու է շարունակական։ Արդյունքում այգին կդառնա ոչ միայն տարածաշրջանի առաջատարն ու միակը, այլև կդառնա աշխարհի տարբեր երկրների համապատասխան նշանակության այգիների եւ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու միությունների հետ փոխշահապետ համագործակցող ժամանակակից մասնագիտական կենտրոն։ Եվ կրկին հունիսի 1-ն էր ու Երևանի հրապարակ զբոսայգի պուրակները էլի մանկաշատ։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որ մանուկների համար թերևս մի քիչ անհասկանալի անվանումով է, Երևանում տոնական է նշվում առավոտից սկսած։ Ազատության հրապարակում հունիսի 1-ին կավիճն անսահմանափակ էր, ճիշտ այնքան էր, որքան երեխաների երևակայությունն է։ Մեծ ու փոքր եռագույններ, ժպտացող արևներ, ընտանիք, ծաղիկներ։ Այս ամենը երեխաները խաղաղություն նշանակությամբ են նկարել։ Նկարել եմ մեր դրոշը, շատ եմ սիրում կապու գունը, որովհետև խաղաղության գունն է։ Նկարել եմ արև, որ բոլոր փոքրիկներին ժպտա։ Մենք նկարել ենք Երևան, սա իմ տունն է։ Հյուսիսային պողոտայում էլ նկարչության բաց դաս էր։ Երևանի արվեստի դպրոցների սաները նկարում էին ազատ թեմաներով։ Զբոսնող երեխաները մոտենում էին նկարակալներին, հետաքրքրությամբ դիտում, իսկ համարձակները նաև նկարում։ Մանկական երկաթուղում ու հաղթանակ զբոսայգում, զով առավոտից մինչ թեժ արևը, զվարճախաղերն անվճար էին։ Հաղթանակ զբոսայգում աշխուժ եռուզեր էր զվարճախաղերի մոտ։ Բեմերը լի էին զվարճալի ներկայացումներով, համերգներով։ Բեմահարթակում նաև փոքրիկներն էին, ում համար բեմ բարձրանալն էլ մի այլ տոն է։ Իսկ թե ինչպես են անցնում միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հետևել, այցելելով զբոսայգիներ։ Հաղթանակ զբոսայգում քաղաքապետը շրջել է, շնորհավորել մանուկներին ու զրուցել նրանց ծնողների հետ։ Հունիսի 1-ը նաև քաղաքապետարանի Երևանյան ամառ 2015 ծրագրի առաջին օրն է, եւ եռամսյա ծրագիրն առաջնորդում է Երևանը փոքրիկների համար խորագրով։ Հունիսի 1-ին փոքրիկների համար էր նաև Երևանի քաղաքապետարանը, որտեղ Ճեմասրահում բացվեց լուսանկարչուհի Աննա Մանասարյանի Երևանի ապագան խորագրով անհատական ցուցահանդեսը նորածինների լուսանկարներով։
Ցուցահանդեսի հյուրերն էին նաև այն երեխաները, ում լուսանկարները ցուցադրված են։ Մեծամասնությամբ ներկայացված են երևանցիները, քանի որ Երևանի նվիրված է, բայց ես ընտրեցի եւ մարզերից երեխաներ եւ Սփյուռքից, ինչու համար, որովհետեւ ես գտնում եմ, որ Երևանի ապագան նաեւ Սփյուռքի եւ մարզերի երեխաների ձեռքում է։ Եթե այս նկարների շնորհիվ ինչ-որ մի կին կուզենա մայրանալ, ես կկարծեմ, որ իմ միսիան կատարված է։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքեսյանը։ Երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրաժ մուլտֆիլմեր էին։ Մաքրոցին նստած հրաշալի երեկոն մուլտիկներ եմ դիտում։ Մոտեի մեջ նստած ավելի հետաքրքիր եմ նայել։ Երևանյան ամառ 2015 ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրերով սկսվեց նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունը։ Երևանյան ամառ 2015 ծրագրի 3 ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում։ Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, Ոսկե ծիրան 12-րդ կինոփառատոնի ընտրված ֆիլմերի ցուցադրությունը եւ այլն։ Մուլտդիտումը հունիս 1-յան Երևանը փոքրիկների համար տոնական միջոցառումների ավարտականներից մեկն էր։ Հաղթանակ զբոսայգում մանուկների տոնը մինչ ուշ երեկո դեռ շարունակվում էր։ Համերգներով, զվարճալի խաղերով ու ընդմիջվեց մանուկների այդքան սպասած հրավառությամբ։ Կենթանաբանական այգին բացօթյա արվեստանոց, քաղաքային այգիները մանկական թատերաբեմ էր։ Ազգային պատկերասրահի մուտքն էլ նորաձևության բեմահարթակ։ Այս ամենը եւ դեռ 5 տասնյակից էլ ավելին արչեվում այս ամռանը Երևանյան ամառում։ Երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ամառային յուրաքանչյուր օրն ու երեկոն հետաքրքիր անցկացնելու տարբերակ է առաջարկում, ընտրությունը թողնելով երևանցիներին։ Երեխաներին նվիրված օրով մեկնարկած ամիսը վարչական շրջաններում շարունակվեց մանկական միջոցառումներով։ Ամեն տարի կազմակերպում են այսպիսի միջոցառումներ եւ շատ բոլոր ուրախանում են երեխաները։ Երեխաները շատ են ուրախանում, մենք էլ իրանց հետ։ Հրաշալի է, որովհետեւ ասենք կա ժամանակ, որ չես կարող, ասենք քաղաքից դուրս գալ կամ ինչ-որ միտեղ իջևանել, հանգստանալ։ Սենց գոնե ամառը կանցկացնենք։ Устроили вот такое для детишек. Это очень хорошо, молодцы. В мое время этого не было. А сейчас вот детям большое внимание уделяется. Это очень хорошо. Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Երևանի կենթանաբանական այգին վերածվել էր բացօթյա արվեստանոցի։ Իմ տոհմածառ գունանկարչության մրցույթին Երևանից եւ մարզերից մասնակցելու շտապած հարյուրավոր պատանիները պատկերեցին Հայաստանի բնությունն ու մշակութային հուշարձանները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամռան վերջին, հաղթողներն էլ կպարգևատրվեն, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն հրապարակումներում, ցուցահանդեսներում, դառնալով հայկական ամուր տոհմածառի գաղափարի տարածման դեսպանը։ Կերպարվեստ, պարարվեստ, երաժշտարվեստ, եւս մեկ բացօթյա նախաձեռնության, ավելի ճիշտ համերգի ունկնդիր ու ձեռագործ աշխատանքների ստեղծման ակնդիր եղան անցորդ երևանցիները։ Երաժշտական եւ արվեստի դպրոցների ուսումնական տարվա ավարտն ազդարարվեց մշակութային բաց դասով կրթօջախների մուտքերի առջև։ Բացօթյա ծրագրերը այս ամռանը լինելու են անբաժանելի երևանյան մշակութային կյանքից։ Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահը Երևանյան ամառ ծրագրի շրջանակում մի քանի ժամով նորաձևության պոդիումի էր վերածվել։ Ազգային մշակույթի ինքնատիպությունն ու խառնվածքն արտահայտող մասնիկներով ստեղծված այս զգեստները Արամ Նիկոլյանի նոր ուրֆա վերածնված արժեքներ հավաքածուից են։ Ցուցահանդեսի գլխավոր նպատակն ազգային հագուստը նոր մոտեցումներով նաև առօրյա կյանքում կիրառելի դարձնելն է։ Ես մեծ հաճույքով թե սա, թե մնացած բոլորը կկրեի։ 36 կտոր հագուստա վերջի 2 ամսվա ընթացքում է ստեղծված։ Իմ քաղաքի ղեկավարությունը եղավ իմ կողքին, որի համար շնորհակալ եմ։ Քաղաքամայր Երևանի սրտում անելու այսպիսի բան, որովհետև իմ համար պատիվ է։ Հաճելի երեկոներ են լինում, հա, ասենք մարդիկ ուզում են դուրս գալ հետաքրքիր ժամանակ անցկացնել, ինչի՞ չէ, նաև նորաձևության ցուցադրություն նայեն։ Շատ ողջունելի են նման միջոցառումներն անշուշտ, հատկապես այսօր հնարավորություն ունեն նաև մեր քաղաքացիները վայելելու այս երեկոն, որովհետև շատ ավելի մասշտաբային է։
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազները։ Ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն ունեցան նաև Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, որոնց առաջիկայում եւս սպասում են նոր ու բազմաժանր մշակութային ծրագրեր։ Ահա այսպիսին էր Երևանյան ամառ եռամսյա ծրագրի առաջին շաբաթը։